Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր դեկտեմբերի 20։ Անհավատության վտանգը։ Աստված իմ մեջ անհավատության վախ է սերմանել։ Այս վախը ծագում է Սուրբ գրքում կասկածի և անհավատության սարսափելի հետևանքների օրինակներ փնտրելուց։ Ամբողջ սրտով շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հայտնեց անհավատության պատճառած վնասն ու ավերածությունները։ Մենք հավատացյալներս չափազանց թեթև ենք վերաբերվում այս հարցին, մտածելով, որ Աստված անտեսում է մեծ տառապանքների և դժվար ժամանակների բախվողների կասկածները։ Մի անգամ մտածեցի, թե Տերը պետք է որ ավելի ներողամիտ լինի նրանց նկատմամբ, ովքեր հայտնվել են թվացյալ անհույս իրավիճակներում։ Հիշեցի աշակերտներին, երբ նրանց նավը գրեթե խորտակվում էր կատաղի փոթորկի մեջ։ Մտածեցի. Տեր, նրանք պարզապես մարդիկ էին, նրանք ճնշված էին այս ամենից, դա պարզապես մարդկային արձագանք էր, բայց Տեր Հիսուսը հանդիմանեց նրանց թերահավատությունը։ Այո, կա արցունքների ժամանակ, երբ Տեր Հիսուսը քնքշորեն շշնջում է. «Լացիր զավակս, ես կհավաքեմ ամեն արցունք»։ Կան պահեր, երբ մենք ճնշված ենք և աղաղակում ենք. «Որտե՞ղ ես, Տեր»։ Կան նաև հավատքի խավարումներ, երբ մեզ հաղթահարում են վախերը։ Սակայն մենք չպետք է կենտրոնանանք այս վախերի և անցողիկ կասկածների վրա։ Դրա փոխարեն մենք պետք է վեր կենանք և վստահենք մեզ նրա թևերի ստվերին։ Աստված չի կարեկցում անհավատներին, և ամբողջ Սուրբ Գիրքը հաստատում է դա։ Սա կարող է կոպիտ հնչել, բայց նա ոչ մի արդարացում չի ընդունում։ Նա մեզ այլընտրանք չի տալիս, քան հավատքը։ Անհավատությունը հիմնականում պայմանավորված է Աստծո խոսքի անտեսմամբ։ Հավատքն անհնար է առանց Սուրբ գրքի շարունակ ուսումնասիրության և նրա խոստումների նկատմամբ նվիրվածության։ Աստված ինձ ասաց. «Դադարիր հանգամանքներին նայելուց, ամեն օր սնվիր իմ խոսքով, հիշիր իմ խոստումները, աղոթիր վստահությամբ, քո արցունքները կտևեն մեկ գիշեր, բայց ուրախությունը առավոտյան կգա»։ Անկախ նրանից, թե ինչ է պատահում ձեր կյանքում, նույնիսկ եթե դուք քայլում եք մահվան հովտով ու ստվերով, Աստված խոստանում է լինել ձեզ հետ։ Ուրեմն այսօր որոշում կայացրեք և սկսեք վստահել նրան։ Ձեր անհավատությունը ոչինչ չի փոխում, բայց հավատքը բացում է ազատագրման դուռը։ Ուրեմն որոշում կայացրեք վստահել միայն Աստծուն։